Ձեռքը սենց խաղում էր, ինքը պոկված էր։ Սխմած գալիս է, գիտե, որ արդեն ձեռքս չկա։ Վիրահատությունից հետո ձեռքը արդեն սկսել է շարժել։ Բարդ միջամտությունը բժշկական թիմի շնորհիվ բարեհաջող ավարտ էր ունեցել։ Պացիենտը դիմել է հիվանդանոց բավականին լուրջ տրավմայով, վերին վերջույթը նախաբազկի շրջանից անդամահատված էր, գրեթե լրիվ պահպանված էր միայն 2 նյարդաթելիկ։ Վնասվածքը բավականին լուրջ էր, վնասվածքի մեխանիզմն էր բավականին վատը։ Տղամարդու ձեռքը մնացել էր բետոնախառնիչի պտտվող մեխանիզմի արանքում։ Բետոնան ասոս էր, պարսացել է վրան պլատֆորմի վրա է։ Ոտքս կպավ, արմատուն ընկա պորշինի արանքը, կռացա, որ վերցնեմ, պորշին եկավ, ձեռքս մնաց, իմ ամպուտացիոնից ձեռքս մնաց արանքը։ Մարտիրոսը արագ հոսպիտալացվել էր, բժիշկները նույնպես շատ արագ էին գործել։ Երեկոյան 20:49 ընդունված բուժառուն շատ կարճ ժամանակ անց արդեն վիրահատարանում էր։ Զանգ եմ ստանում, որ շտապ ուղղակի հասի հիվանդանոց, մոտ 2 րոպե անց բժիշկներից մեկը ինձ նկարն է ուղարկում արդեն վնասված ձեռքի։ Բարեբախտաբար ես մոտ եմ ապրում, մոտ 5 րոպեների ընթացքում հասնում եմ ընդունարան, վազում եմ վիրակապարան, տեսնում եմ ամբողջ հատակին արյուն, վնասված ձեռքը սեղանին դրած։ Առաջինը հասել է վիրակապարան վնասվածքաբանը, որը փորձում էր անհավասարությունը դադարեցնել։ 6 ժամ տևած բարդ վիրահատության ընթացքում նախ ֆիքսվել էին առաջնային ոսկրաբեկորները, ապա իրականացվել էր վերջույթի վերապատվաստում։ Առաջինը պետք է ֆիքսել վերջույթը, որպեսզի ունենան կայուն ֆիքսացիա։ Վնասվածքաբանի կողմից ֆիքսվել է վերջույթը, դրանից հետո սկսում ենք ստրուկտուրաները հավաքել։ Եվ մկան, եւ ջիլ, եւ նյարդեր, եւ արյունատար անոթներ։ Այն վնասվածքը, որ տեղի էր ունեցել, հենց այդտեղ վնասվածքի վայրում ոսկրաբեկորներ էր այնտեղ մնացել ըստ երևույթին, կատարվել է ոսկրաբեկորների ադապտացիա, այսինքն կարևոր է այստեղ նաեւ պետք է նշենք այն, որ իր ճաճանշ-դաստակային հոդը բախտի բերմամբ չէր վնասվել իր մոտ, ու այսինքն եթե իր հետ վիրահատական ընթացքը ամեն ինչ հարթ ընթանա, լավ այն առումով, որ ինքը ճաճանշ-դաստակային հոդում ունենալու է շարժումներ։ Վիրահատությունից 3 շաբաթ անց այտուցները արդեն նահանջում են։ Ձեռքի ֆունկցիոնալությունը լիարժեք վերականգնելու համար բուժառուն պետք է անցնի նաև ֆիզիոթերապիայի եւ բուժական մարմնամարզության փուլերը։ Նարե Ոսկանյան, Էդգար Դավթյան, լուրեր։